Դե բժիշկները սպանում են։ Ինչ խնդիր ունեք դուք, որ ձեզ սպանում են։ Ես ունեմ խնդիր, ուրեմն լյարդից վրա հայտնաբերել են ռակ, որը ռակայդի յակի բանարը թուղթերն են մոտս են։ Այո։ Մեկը ցերոզ ունեմ։ Դե մեջքի պրոբլեմ ունեմ, նկարել են իրանք սա արտիրովքի համար սաղ նկարեցին, ես պանջել եմ այդ էպիքրիզները որ տան, ընդհանուր եմ մոտսա։ Պարոն Հակոբյան, դուք ինչ հանցանքի համար եք հայտնվել քրեակատարողական հիմնարկում ու ինչքան ժամ։ Ես ավտոբուսի շոֆերը եկել եմ դիմանդիրովքով խփել է, հիմա շարը գցմանի վրա, թե ես եմ իրան խփել։ Դատաբժիշկը տալիս է, որ ոչ թեթև, իմ թղթերի մեջ սա գրած է, ոչ թեթև վնասվածք իմ գրով։ 4 անգամ արյազեղում, գլխին ուռուցք, ոտին ճյուղած, քերծած, որը հնարավոր է մանդիրովքով խփի։ Ինքը ասում է, ես մանդիրովքով չեմ խփել, բայց ինքը ինձ տանագով է խփել։ Այսքան բան Դուք հիմա կալանավոր եք, թե դատապարտյալ, պարոն Հակոբյան։ Չէ, հիմա հələ դատերի մեջ եմ, միական դատեցին 10 տարի տվեցին։ Այո։ Ներքին համոզմունքով, որ ոչ մի վկա չունեն, ներքին համոզմունքն էլ հանած է։ Հիմա էլի բողոքեց, նորից էլի թազա դատա է առաջի ատյան, որ քիչ եք տվել, բլի բարձր կակ։ Պարոն Հակոբյան, դուք փաստացի ինչքան ժամանակ է, որ հիմա գտնվում եք քրեակատարողական հիմնարկում, դուք արդեն դատապարտյալ եք, քանի որ արդեն առաջնայցանի դատանի ըստ էության որոշում կա, ինչքան ժամանակ է որ գտնվում։ Հա, ես հասկանում եմ։ Ինչքան ժամանակ է որ դուք քրեակատարողական հիմնարկում եք։ 3 տարի 8 ամիս։ Երբ է հայտնաբերվել ձեզ մոտ առողջական խնդիրները։ Առողջական խնդիրները ես բանում գրվել եմ 44-ում։ Այո։ Այն գլետի մեջ էլ կա։ Այո։ Դա սազան դեղավորներ։ Հա, դուք այսինքն քրեակատարողական հիմնարկում հենց որ ժամանակահատվածից որ գտնվել եք, ձեր առողջական խնդիրների մասով բարձրաձայնել եք։ Այո։ Եվ հիմա ուզում եմ իմանալ գտնվում եմ իրանց հիվանդանոցում։ Այո։ Ինձ տալեց են մի քանի հատ բաժնի վարիչի գրում է բան անում, բաժնի վարիչի ամեն ինչ անում է, բայց իրանից վերևները ոչ մի չեն անում։ Իրանցից վերևները ով պետք է անի։ Տալիս իմ մոտ ավոր ցավերը։ Այո։ Ռակի բանով յարտս ավոր ցավը իր ցերոզով իր ռակով մեջքս էլ հետը։ Մեջքի ես գրիժա ունեմ, հետի սա նկարել են դատաբժիշկները, բայց ասեցին, որ չի համապատասխանում արտիրովքի համար եւ չհասկացա իմ։ Այսինքն իրենք համարում են, որ ձեր կալանքը ձեր պատժի հետ համատեղելի է եւ դուք կարող եք շարունակել ազատազրկման վայրում գտնվել։ Այսպես են պատճառաբանում։ Ձեր բողոքը կասեք, այսինքն դրան է ուղղված, որ ձեր առողջականը լուրջ վտանգի տակ է եւ ոչինչ չեն անում, հա, ուզում եմ ձեր բողոքը հստակեցնեք։ Այո։ Պարոն Հակոբյան, դուք ում եք դիմել, Մարդու իրավունքների պաշտպանին դիմել եք թե ոչ, ինչ են ասում, այլ ու ինչ մարմինների եք դիմել, իրենք ահազանգել են, որևէ կերպ արձագանքել են ձեր խնդրանքներին, հորդորներին։ Ես մենակ ձեզ եմ զանգահարում։ Ես ասենք մի քիչ հայկական ասենք քիչ գիտեմ Ռուսաստան եմ շատերը։ Ես ասենք թե գիտեմ զանգե բան եմ արել, բայց ինձ խափել են։ Մեկ ասացին, միջև դատը պետք է մեզի զանգել, մեկ էլ ասացին դատից դատված պետք է լինի, որ մենք կարանք օգնենք։ Ես ոչ զանգեցի ոչ։ Ոչտեղ չեմ իմանում որտեղ զանգեմ։ Դուք որ քրեակատարողական հիմնարկում եք ի սկզբանե եղել, որ ձեզ հիվանդանոց են։ Արմավիրը։ Սա ծանրամատիկն։ Սերեն ոչ ոք չեն անում։ Երել են թուղթ են ստորագրել, որ այդ դեղերը ստանում են, բայց ինձ ոչ մի տեղ չեն տալի, 3-4 հատ տեղ են։ Բայց ընդ ասենք մի 50 հատ տեղ կա։ Ես արդեն ես համարյա մի տարի ես ցեպեն փակեցին, բերեցին։ Ու այդ վիճակն է։ Եթե այդպես շարունակվի, ձեր կյանքին վտանգ է սպառնում, պարոն Հակոբյան, դուք այդպես եք կարծում։ Ռակը ու ցերոզը արդեն ինքի հանով վտանգ։ Ստերել այդ պայմանները չի որ ես ասում, որ գաք տենակ զարմանակ։ Բա բարեփոխումներից են խոսում, որ քրեակատարողական հիմնարկու բուժ հաստատությունը։ Որ դուք գաք տենակ նկարեք, լրիվ պաստել, շտակ տելեզերով իրենք արդեն ոչ բան կան։ Դա մենակ ռեմոնտարի ու всё, մեկ էլ երկու կրավատա բերել նոր։ Ոչ մի բան։ Ժամանակ մի ժամ բացում են այդպես պրագուլքի, որ կանանավորը պետք է մաքրել չի հիվանդ։
Բայց դե ոնց որ այն բերտ է փակ ռեժիմը միջան թողում են այս պրագուլկան ուսիո գալիս ես նորից էլի պարկում ես ոնց որ դու կողխացում ես բերտի սովորակ ուշտի վատանացում Պարզ է Շատ բարի, ես խնդիրը կբարձրաձայնեմ, պարոն Հակոբյան, փորձենք ձեզ օգնել, որ գոնե ձեր խնդիրը տեղ հասնի, դուք մարդու իրավունքների պաշտպանին նշեցիք, որ չեք դիմել։ Մենք փորձենք նաև մեր հրապարակումով ահազանգ հնչեցնել նաև մարդու իրավունքների պաշտպանին, որ դատապարտյալն ահազանգում է, որ իրեն ըստ էության քրեակատարական հիմնարկին կից հաստատությունում սպանում են, ինչպես դուք եք նշում։ Մեկը դատավորի բանալեք, ինքը սխալ է դատում, մեկը կոռուպցիա Դատախազն ինչ ասում է, այն ձևել անում են, դատախազը չին ասում, որ ինձի խփել է, ոչ իման չի նշ, դատավորը նույն ձևի ման, առաջ վաննել ներքին համոզմունքով դատես 10 տարի, ես էլ նույն բանը հակառակ ես ուզում է երկրորդ մաս սարքի 14-ից 20 ծմա, ու չգիտեմ իշքան տա։ Ձեր վիճաբանության արդյունքում, ինչպես որ դուք նշեցիք ինչ հանցանքի համար, որ քրեակատարողական հիմնարկում եք հայտնվել, մարդ է մահացել։ Չի մահացինք առողջ զնից, առողջ մարդը գալիս է դատին հետ։ Շատ բարի։ Ու իմ դանակն անսարք է եղել, դատա քննիչական այդ դատաբանը նշել է, որ անսարք դանակը ինքը չի համարվում, սառս ենք, ես չեմ հասկանում ոնց է կպել ես սրտին, ու սիրտը ճղած ծակած մնաց մասկում։ Շատ բարի, պարոն Հակոբյան։ Իրան տանեն, իրանք փորձագետները բանան են, բայց իրանք բժիշկի բանով են անում, բայց բժիշկիներ մեր կուման այդ տաս, ինչ ուզեք է գերի։ Այդ դանակը անսարք դանակը, այդ արդեն դատաբժշկական բան այդ փորձագետներն են ասել, ոչ թե դատաբժշկական են իրանց փորձագետները։ Անսարք դանակը ինքը սարի ձերքել չի համարվում, խանութից կնած դանակը, փոքր դանակ, ոչ է կարա սրտին հասնի։ Պրիտոմ ինքն են անսարքը։ Ես խփել եմ գետնին ջարդել եմ, ուրեմն սրտից հանել է, պատկերացնում եք։ Այո։ Խփել է գետնին, այդքան ինքը ես զարմանում եմ։ Հələ մի ժամանակ էլ ասում են կանխը մտածված սպորտ սպանացում, որ ես իրան ընդհանրապես չեմ ճանաչում, ոչ էլ ինքն ես ճանաչում։ Ինքը Բաքվեցի հայ է,